Ողջույն Լուսինե Բուշ։ Ողջույն։ Ով է Լուսինեն։ Բուշը։ Բուշը։ Լուսինե, հիշում եք ձեր առաջին դասը, առաջին օրը, որ մտաք դասարան, ինչ տպավորություն ունեիք։ Ասեմ, որ առաջի դասը, որ առաջի անգամ մտա դասարան, դա եղել է 1984 թվականին, երբ որ ես մտել եմ այս կրթահամալիր երրորդ դասարան։ Այդ է եղել իմ առաջի դասը։ Ես այդ ժամանակ նոր ծնվել եմ, պատկերացնում եք։ Իսկ ես արդեն երրորդ դասարան եմ, իմ դասվարներ Գայանե Կարոևնան, ռուսական դասարան էր, իսկ դասավանդում էր մեզ մայրենին Տիկին Այդան։ Օ, հրաշալի։ Լուսինե, գերմաներեն, անգլերեն, թե ռուսերեն, որն է ձեր լեզուն։ Հայերեն։ Հայերենը։ Տիրապետում եք գերմաներենին։ Այո։ Կխոսեք ձեր արմատների մասին, գիտեմ, որ գերմանական արմատներ ունեք։ Հա, հայրիկիս պապիկը եղել է գերմանացի, ով եղել է հայտնի ինժեներ, երկաթգծի կառուցման լավ մասնագետ է եղել եւ ժամանակին իրեն ուղարկել են այստեղ Սանահինում երկաթգիծ կառուցելու նպատակով որպես լավ մասնագետ։ Ինքը եկել է այստեղ Գերմանիայից, ապրել է Սանահինում եւ այդպես արդեն այստեղ արմատավորվել են, հա, ամուսնացել է, իմ հայրիկի տատիկն արդեն եղել է հայ, մայրիկը եղել է հայ, այսպես բաժին գերմանացիներից ինձ մնացել է ավելի շատ իմ ազգանունը եւ երևի գույներս։ Իսկ որպես ծրագրի ղեկավար եւ որպես ուսուցիչ նույն բախումներն եք ունենում։ Երևի թե չէ։ Մի քիչ մոտեցումն է, իմ մոտեցումն է փոխվում։ Կարող է խնդիրները նույնն են, բայց իմ մոտեցումներն են արդեն փոխվում։ Եթե որպես ուսուցիչ այսպես ավելի մասնավոր մասնակի են, որպես դպրոցի ղեկավար արդեն ավելի գլոբալ են դառնում խնդիրները ընդհանուրի մեջ։ Այդ դեպքում ավելի հեշտ է սովորողների թե մեծերի հետ։ Ոայ, միանշանակ սովորողների հետ։ Միանշանակ։ Գիտեք, կարող է այսպես զավեշտալի հնչել, բայց երբ որ սովորողների խնդիրներ են լինում միջանձնային, սիրով եմ հարթում այդ խնդիրները, սիրով եմ մասնակցում այդ իրանց վեճերին, երբ որ զգում եմ, որ ինչ որ մի դեր ունեցա, ինչ որ մի դրական ազդեցություն ունեցա։ Դասավանդողներին մեծերին արդեն դժվար է ինչ որ բան բացատրել, ինչ կան։ Իսկ ինչպես եք անում, որ գիտեմ, հա, ինձ լուրեր են տարածվում շատ, որ սովորողները ձեզ շատ են սիրում։ Որն է գաղտնիքը այդ ֆենոմենը։ Դժվար է իմ մայքին դիմանալ։ Իսկ եթե ավելի լուրջ, չգիտեմ, ոնց կամ։ Հիմա եթե սիրում են, իսկապես սիրում են ու լուրերը այդպես տարածվում, մի բան կա, որ սիրում են։ Հետաքրքիր է շատ։ Եվ Լուսինե Բուշ, խնդրում եմ ձեր խորհուրդը մարդուն, սովորողին, այսօրվա երիտասարդին, ինչ կասեք։ Բարդ է, մի խորհուրդով չես կարա, ուղղակի գիտեք իմ կյանքի փորձից, հա, իմ տարիների փորձից եմ ասում, որ ուղղակի մարդ պիտի լինի այնպեսին, ինչպիսին որ կա։ Գուցե դա ամենաճիշտն է։ Առանց լրացուցիչ, այսպես ասած, շպարի։ Շնորհակալ եմ, լավ մնացեք։ Խնդրեմ։